Նոր եմ վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից, մայրաքաղաք Սանտո Դոմինգոից։ Այնտեղ կայանում էր մրցույթ Mrs. Millennium 1000-ամյակի գեղեցկուհին, մասնակցել եմ, ներկայացրել եմ Հայաստանը եւ շատ հպարտ եմ, որ պատվով եմ ներկայացրել։ Ես մրցույթը 2 փուլերով էր կայանում։ Առաջին օրը եղել է fashion show-ում Millennium-ի, որտեղ ես արժանացա գլխավոր գավաթին։ Երկրորդ օրը արդեն կայանում էր եզրափակիչ փուլը, այնտեղ էլ ես գրավեցի փաստորեն առաջին մրցանակին, վերցնելով թագը։ Կարող եմ ասել, որ ես շատ հպարտ եմ, ես ինչպես ասեմ, այնպես չի, որ մասնակցեցի ուղղակի մասնակցության համար, ասեմ, որ շատ ցանկություն կար հաղթելու եւ հաղթանակը մենակ նրանով է հենց լավը, երբ որ դու քո Հայաստանն ես ներկայացնում, քո երկիրը եւ պատվով շատ մեծ հպարտություն զգացի միայն հենց նրա համար, որ իմ Հայաստանի անունը հնչեց բարձրաձայն։ Հպարտ եմ շատ։ Ասեմ, որ այնտեղ շատ լավ էր, շատ լավ էր, շատ լավ դիմավորել են, շատ լավ ընդունել են, ամեն ինչը շատ հրաշալի էր։ Մնացել եմ 10 օր, հաղթանակից հետո եւս 10 օր կարող էի մնալ, հանգստանալ, այո, ուղղակի շուտ վերադարձա գործերի հետ կապված։ Ասեք, քանի երկրներ էին մասնակցում։ 70-ից ավել երկրներ էին մասնակցում, հավատացեք, որ ցանկություն կար, բայց մտավախություն էլ կար, որ 70 երկրի մեջ շատ դժվար է առաջին մրցանակ բերել, այն էլ 2 գլխավոր մրցանակներ, գավաթը եւ թագը։ Ինչ այդ էլ ինչ մրցույթներ եք մասնակցել։ Հայաստանում շատ մրցույթներ եմ մասնակցել, սա, ինչպես նշեցի, Mrs. Millennium-ներ, ըստ տարիքային փուլերի է կայանում։ Այո, շատ եմ մասնակցել այստեղ, եղել եմ Top Model Armenia, էլի շատ մրցույթների մասնակցել եմ, էլի գլխավոր մրցանակներ ունեցել եմ, եղել եմ էլի միջազգային մրցույթների, էլի Հայաստանն եմ ներկայացրել, էլի պատվով։ Իսկ այս մրցույթին բացի գավաթից եւ թագից ուրիշ ինչ-որ դրամական չի եղել են շատ լավ նվերներ իրենց հովանավորների կողմից, կոսմետիկայի մեծ նաբոր եւ կարող էի 10 օր անվճար մնալ հանգստանալ, դա էր։ Հրավեր կա մյուս տարի արդեն, թագադրելու մյուս աղջկան, էլի հաջորդ տարի։ Այստեղ մրցույթից հետո արդեն պետք է երևի թե ամռան վերջում կամ աշնանը դեռ չգիտեն օրը հստակ, պետք է մասնակցեմ Mrs. Տիեզերքին, այնուհետև մյուսերի։ Ճիշտն ասած, անցած տարի եղել է Լատվիայում, այս տարի դեռ ինչ-որ չեն կողմնորոշվել, չգիտեմ դեռ։ Ամեն դեպքում հայտս ուղարկված եւ հաստատված է։ Հայաստանից միայն եք։ Այո, Հայաստանը ներկայացնելու համար։ Ասեք, ձեր աշխատանքը Հայաստանում գնահատվում է ոչ։ Գիտեք, Հայաստանը մի քիչ փոքր շուկա ունի այս առումով, նորմալ, ես չեմ ուզում բողոքել կամ ինչ-որ մի բան, ամեն դեպքում նորմալ է, եթե աշխատանք լինում է, ինքը վարձատրվում է, նորմալ է։ Ուղղակի ասենք նրանումն է հարցը, որ դա ամեն օր չի։ Ամեն օր չկան նորաձևության ցուցադրումներ, նկարահանումներ։ Իսկ եթե ամեն օր դու ունեցար դա, արդեն ինձ թվում է նորմալ է, պետք չի բողոքել։ Իսկ դրսում կոնկրետ երկու ցանկանայք աշխատել։ Այդպես չեմ կարող ասել, որովհետև իմ համար շատ դժվար է դրսում մնալ երկար ժամանակ, ես չեմ կարողանում դրսում ապրել։ Ասենք, եթե ես ինչ-որ միտեղ մեկնել եմ, ես պետք է հաստատ իմանամ, իմ ներսում իմանամ, որ ես 10 օր, 20 օր հետո ես հետ եմ վերադառնալու իմ երկիր, ես չեմ կարողանում երկար ուրիշ տեղ մնալ։ Չգիտեմ, երևի ես իմ Հայաստանն եմ շատ սիրում։ Այն բանով, որ ես հիմա պետք է արդեն պատրաստվեմ մյուս մրցույթին, պատրաստվելն էլ այն է, դիեսների հարցեր կան, ինչ-որ տարբեր հարցեր են առաջանում, որ պետք է պատրաստ լինես։ Դա է հիմնականը։ Ինձ այո, նշեմ մեծ սիրով,
Ուրեմն այս մրցույթին ինձ օգնել են Սոֆի Դևոյանը, որը ինձ տրամադրել էր տարազը հայկական, որին շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ տարազ էր։ Ինձ օգնել են մոդելավորողներից Անի Բաբայանը, Ալիսա Հարությունյանը, որոնց նույնպես շնորհակալ եմ շատ։ Ալիսա Հարությունյանի հենց դիեստով էլ թագն եմ ստացել, այո։ Ես չեմ ունեցել կոնկրետ հովանավորներ, լրիվ արվել է ընկերական ֆոնի վրա։ Ինձ ասեմ, որ ներկայացրել է Աշոտ Խաչատրյանը, ով ավելի քան 100 երկրներ ներկայացնում է միջազգային մրցույթներին։ Շնորհակալ եմ Աշոտ Խաչատրյանին շատ ուղղակի, որովհետև ասեմ, բացի այն, որ նա ինձ ներկայացրել է, նա է տնօրենը, չէր պատկերացնի, թե ինչ հոգատարությամբ էր նա ինչ շրջապատել, ահա որ մեծ, ես ուղղակի չէի սպասում էլի այդ աստիճանի հոգատարություն, երբ որ ամեն մի փորձից հետո, ամեն մի այդ փուլերից հետո ես Skype-ով զրուցում էինք, Ինչ պատկերացնի, թե ինչ հույս էր տալիս, ինչ հավատ, որ դու լավն ես, դու անպայման կհաղթես, եւ այնքան ինձ հույս տվեց, որ այնքան մեծ դեր խաղաց իմ կյանքում, որ ես իրոք հաղթեցի, հա։ Մեր հարևան պետությունը Վրաստան ինչ որ հայտ ներկայացրել էր, բայց չգիտեմ, թե չէին հաստատել, թե ինչ, ամեն դեպքում չկային, չունեին բան։ Ռուսաստանից Կիևից կային։ Շատ զարմանալի էր, չկային Թուրքիայից, ես էլի մասնակցել եմ, եղել են, անգամ 2 աղջիկ էին ներկայացրել մի անգամ, բայց այս անգամ չկային, իսկ մյուս մրցույթների հետ կապված երբ որ եղել են, ասեմ, որ շատ լավ աղջիկներ են եղել։ Ցանկանամ, որ մյուս տարի, երբ որ մեր մյուս աղջիկը կմեկնի, ինձ թվում է ներկայացնելու։ Արդեն հայտնի է Չէ, ես չգիտեմ։ Ցանկանամ, որ մյուս աղջիկն էլ շատ պատվով ներկայացնի։ Հաջողություններ կցանկանամ, արդեն մյուս աղջկան թող հաջողություն բերի մեր Հայաստանի, որտեղ դա մեզ պատիվ է բերում, ասում մենք անգամ փոքր երկրում ենք ապրում, որ շատ շատերը չգիտեն։ Իրոք չգիտեն ու ստիպված ես լինում բացատրել, թե դու քո երկիրը որ մասում է քարտեզի գտնվում։ Ուզում եմ, որ ոնց որ այս տարի մեր դրոշը բարձրացավ, հնչեց Արմենիան բարձրաձայն, որ բոլորը լսեցին, բոլորը հետաքրքրվում են, երբ որ լենտաներով շրջում ենք, բոլորը արդեն գիտեին, Միս Արմենիա են ասում։ Ես իրոք շատ հպարտ էի, շատ հպարտ էի, ուզում եմ, որ մեր թեկուզ հենց գեղեցկության մրցույթներով, չգիտեմ, սպորտի ամեն մրցույթով մեր Հայաստանի անունը բարձր հնչի ու բոլորը թող ճանաչեն մեր այս փոքրիկ երկիրը։